Ինչու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննած հանձնաժողովի զեկույցը չի մտել ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ։ Այս հարցը խորհրդարանի դահլիճից դուրս մնալով երկրի գլխավոր քաղաքական շենքում դարձել է օրակարգային, նաև դեռևս հեռակա բանավեճերի պատճառ իշխանական падգամավորների միջև։ Քաղաքացիական պայմանագրից Անդրանիկ Քոչարյանն էր քննիչ հանձնաժողովը ղեկավարում։ Աշխատանքների մեկնարկից շուրջ 3.5 տարի անց նյութերի տրցակն ուղարկել են խորհրդարանի նախագահին։ Ալեն Սիմոնյանն էլ իրավախորհրդատուների օգնությանն է դիմել, հղում են արել ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին եւ պնդել, թե հանձնաժողովի լիազորությունները դեռ 1 տարի 7 ամիս առաջ 2023-ի նոյեմբերին ավարտվել են։ 2.5 տարուց ավել է անցել։ Այդ ժամկետը այդ հանձնաժողովի չի տրվում մի բանի։ Հարցը խախտելը չէ, հարցը այն է, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին է հղումանում օրենսդրությանն ու պնդում, որ զեկույցը ստանալուց 1 ամիս անց խորհրդարանի խոսնակը պարտավոր է հարցը հերթական նիստի օրակարգ բերել։ Հիշեցնեմ, հենց նախորդ ամիս էլ ավելի կոնկրետ սեպտեմբերի 4-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ փաստաթղթերը ազգային ժողովի նախագահի սեղանին են հասել եւ ենթադրվում էր, որ այս քառօրյային էլ դրանք պիտի դառնային падգամավորների քննարկման թեման։ Ավելին, ըստ Քոչարյանի, զեկույցը դեռ մի բան էլ ավելի ուշ կարող էին ուղարկել, ընդհուպ այս ազգային ժողովի լիազորությունների ավարտը։ Նպատակը զեկույց ունենալն է։ Ժամկետնանց չի կարող լինել այս զեկույցը, քանի որ դա պետք է մեր երկրին։ Լիագումարի օրակարգ գրեթե 4 տարվա ուսումնասիրությունները չմտցնելու պատճառները ժամկետներով չեն սահմանափակվում, ըստ խորհրդարանի խոսնակի, օրենսդրության հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Խորհրդարանական ընդդիմությունը, դարձյալ հիշեցնեմ, չէր մասնակցում պատերազմի հանգամանքների քննությանը։ Հայաստան ու պատիվ ունեմ խմբակցությունները հայտարարել էին, թե գործող իշխանության օրոք է եղել 44-օրյան, ուրեմն դրա պատասխանատուները չեն կարող հանգամանքները քննել օբյեկտիվ։ Տիգրան Աբրահամյանն է գրել Facebook-ում. հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում։ Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր։ Ինչու պարտվեցինք 44-օրյայում, ինչու Արցախն ընկավ։ Արդյոք այս հարցերի պատասխանները կստանա մեր հասարակությունը, իսկ հազարավոր քրգործեր հաջորդելու են այս զեկույցին, ինչպես հենց ինքը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր խոստանում։ Իրավական ջրերը դեռ պետք է պարզվեն, մինչև այդ խորհրդարանն այս նիստերը հասցրեց եզրագծին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։